Եվս մի շատ տարածված դեպ, որ հաճախ մուտք է գործում դեռ արգանդում, դա մերժվածության ոգին է։ Տեսեք, նորածին ամեն երեխա աշխարհ է գալիս մի բան փափագելով՝ սեր։ Բայց ահա մի մայր, ով շատ երեխաներ ունի, քիչ միջոցներ, նորից հղիանում է ու գուցե միայն մտքում է մտածում՝ երանի հղի չլինեի։ Նույնիսկ եթե ոչինչ չասի, այդ մտածումը դուռ է բացում։ Երեխան ծնվում է մերժման ոգով։ Սա ճշմարիտ էր նաև իմ երկրորդ կնոջ Ռութի մասին։ Նա ծնվել էր 1930-ին տնտեսական ճգնաժամի գագաթնակետին, մոր 8-րդ երեխան էր։ Եվ մայրը առանց բառ ասելու ցավով էր ընդունել ևս մեկ բերան կերակրելու անհրաժեշտությունը։ Ռութն ազատագրվեց մերժվածության ոգուց, փառք Աստծուն, մենք գիտեինք ինչպես օգնել։ Նա հրաշալիորեն ազատագրվեց։ Մերժվածությունն ամենատարածված դևերից է և հաճախ մտնում է երեխայի մեջ դեռ արգանդում։